Ողջույն հարգարժան տիկնոջ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ը ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանում սկսվել են բյուջետային քննարկումները։ Համենայն դեպս 2026 թվականի բյուջեի նախագիծը պատրաստ է եւ այն քննարկվեց կառավարությունում, այն ներկայացրեց ֆինանսների նախարարը։ Իհարկե Ընդհանրապես քննարկումները բյուջեի մասին բովանդակային առումով ծանր քննարկումներ են, կարող են թվալ անհետաքրքիր, բայց դրանք շատ կարևոր են, որովհետև պետական բյուջե ասվածը դա պայմանական եզրույթ է, իրականը դա հարկատուների փողերն են եւ շատ բնական է, որ հարկատուները պետք է իմանան եւ հասկանան, թե ինչի վրա են ծախսվելու իրենց հարկերից հավաքված այդ գումարները, ինչ առաջնահերթություններով, ինչ ծավալով եւ որտեղ են ծախսվելու եւ որտեղ չեն ծախսվելու։ Այսպես ասենք, տնտեսագիտական այդ լեզվից պարզ հայերենի թարգմանության խնդիր կա եւ այստեղ եւս մասնագիտական ունակություններ են պահանջվում, ինչի համար էլ մենք մի հարգարժան հյուր ենք հրավիրել մեր տաղավար, ում ես սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը, բարև եք եկել պարոն Մակարյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Պարոն Մակարյան, սկսել են քննարկումները, իհարկե առաջին այսպես, բուռն արձագանքը եղավ այդ պաշտպանական ծախսերի վերաբերյալ այդ տեղեկատվության նկատմամբ, ինչպես հայտնի է 25 թվականին պաշտպանական ծախսերը կազմում էին մոտավորապես 664 միլիարդ դրամ, իսկ 26 թվականին նախատեսված է 563 միլիարդ դրամ, այսինքն 101 միլիարդով մոտավորապես պակաս։ Սրան էլ եղավ բացատրություն առայն, որ դե գիտեք այս տարին, ընթացիկ տարին առանձնանում էր մեծածավալ ռազմական գնումներով, որոնք պետք է ապահովված էին պաշտպանական նպատակներով, վարկերով, եւ այդ ամենը ներառված էր ռազմական ծախսերի մեջ, ինչը հիմա չկա։ Նաև դա մի հարց դրա մասին խոսենք, երկրորդը այն է, որ կրթության վրա են ծախսերը մեծացել եւ առողջապահության ծախսերն են մեծացել, որովհետեւ խիստ ծախսատար մի նոր ինստիտուտ է ներմուծվում մեր երկիր, դա համընդհանուր բժշկական ապահովագրությունն է, որը դա մի նոր քայլ է մեր սոցիալ-տնտեսական զարգացման համար, առողջապահության զարգացման համար, դե նաև այսպես քաղաքակիրթ հասարակություն, պետություն, երկիր դառնալու ճանապարհին։ Հավատացեք, պարոն Մակարյան, թարգմանեք այսպես պարզ հայերենի հարկատուները հասկանան ուր են գնում իրենց փողերը։ Այո, շատ լավ, շնորհակալություն պարոն Մեհրաբյան։ Ասեմ ձեզ, որ բյուջեն դոլարային լեզվով եթե արտահայտենք, որ ավելի կարճ հեշտ տնկալի քաղաքացիների կողմից եւ բիզնեսի կողմից, եկամուտների մասով մոտավորապես 8 միլիարդ դոլար է կազմելու։ Բայց ծախսերի մասով էական տարբերություն կա, այն գերազանցում է 9.3 միլիարդը։ Այսինքն 1.3 դեֆիցիտ։ Մենք առնվազն 1.3 միլիարդ ունենք դեֆիցիտ։ Եվ բյուջեի նախագծում նշվում է, որ այդ դեֆիցիտը մոտավորապես 55-45% հարաբերակցություններով, մոտ 55%-ը պիտի մարվի արտաքին աղբյուրներից, այսինքն արտաքին դոնորներ, գուցե էլի պարտք վերցնելով, արտաքին պարտք վերցնելով, ստաբիլիզացիոն վարկեր։ Այո, ուրեմն այդ թիվը գերազանցում է 700 միլիոն դոլար։ 700 միլիոն դոլարի չափ մենք պետք է գումար վերցնենք արտաքին աղբյուրներից։ Մնացած մոտավորապես 600 միլիարդը դրանք արդեն ներքին ռեսուրսները պիտի օգտագործվեն, իսկ մենք գիտենք, այո, թե որոնք են այդ ներքին ռեսուրսները, արդեն հաճախ բիզնեսը իր մաշկի վրա նաև զգում է կամ քաղաքացին, դրանք տարբեր турքերի կամ հարկերի ավելացման սխեմաներն են։ Մենք տեսանք, որ օրինակի համար
շրջանառության հարկը փոքր բիզնեսի վրա բարձրացվել, չէ, որոշ ոլորտներում դարձավ 10%, ոլորտներ անցան ավելացված արժեքի հարկ 20%։ Մենք տեսանք, որ թանկանում են, ասենք թե գույքահարկը թանկացել է եւ շարունակում է թանկանալ։ Մենք տեսնում ենք, որ նաեւ այլ վճարներ, այլ տուրքեր կարող են թանկանալ։ Այո։ Եվ հետեւաբար, ասենք, բնականաբար ստացվում է, որ պետությունը կամ կառավարությունը որոնելու է այն տեղերը, որտեղ ինքը կարող է հնարավորություն ունի գումարներ հայթայթելու։ Իհարկե նաև այստեղ անշուշտ պետք է նշել նաև ստվերից դուրս բերելու տարբերակները, հակակոռուպցիոն սխեմաների կիրառությունը եւ ստվերից դուրս բերելը։ Մենք տեսնում ենք, որ միջև հիմա էլ դեռ դեպքեր կան ձեռնարկատիրության բնագավառում, երբ որ շրջանառությունները ցույց չեն տվել կամ քիչ են ցույց տվել եւ պետական եկամուտների կոմիտեն բացահայտում է այդ գումարները եւ այլն, բայց քանի որ թիվը փոքր չի, 600 միլիոն 600 միլիոն գումարը մենակ ստվերով չի ստացվի։ Այդտեղ անպայման կկիրառվեն հարկային այլ սխեմաներ, որոնք որ հարկերի ավելացման ճանապարհով կփորձեն այդ գումարները հայթայթել։ Սա մեկ։ Երկրորդ կարևոր մասը այն է, որ ես տարբեր առիթներով միշտ ասել եմ, Հայաստանում տնտեսական եւ սոցիալական բաղադրիչները իրար հակառակ են աշխատում շատ հաճախ։ Մենք հիմա ունենք այն դեպքի էլի, որ պետությունը ավելի շատ սոցիալական բլոկին է ուշադրություն դարձրել, ավելացնելով կրթության, առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այսինքն սոցիալական ոլորտի նաեւ ծախսերը։ Սոցիալական ոլորտի ծախսերը կազմում են բյուջեի 28%-ը։ Այո։ Դա շատ մեծ թիվ է։ Եվ ասեմ, որ այդ գումարի 2.6 միլիարդ դոլար է այդ թիվը կազմում։ Այդ թվի կեսը իհարկե պետք է գնա թոշակների վճարման համար, բայց մյուս կեսը 1.3 միլիարդ դոլարը ծախսվելու է տարբեր սոցիալական նպաստների, նպատակների կամ մենք գիտենք արդեն անհուսալի վարկեր ունեցողների մարման կամ ասենք թե արցախցիներին ուղղված եւ այլ սխեմաներ։ Այսինքն մեզ մոտ գերակշռում է սոցիալական բեռը, սոցիալական մասը։ Բայց ինչն է այստեղ կարևոր ընդգծել, որ դուք ձեր հարցի սկզբում նշեցիք հարկատուների մասով։ Մենք անդադ այդ գումարները ծախսում ենք, ամեն տարի էլ սոցիալական ոլորտի ծախսերը եղել են ամենամեծ թվերը։ Ընդամենը 1-2 տարի, անցյալ տարի, նախանցյալ տարի, որ պաշտպանության նպատակով ծախսերը հավասարվեցին, մոտեցան սոցիալական ծախսերի գումարներին, թվերին, բայց մեզ մոտ գործազրկությունը մնում է էլի բարձր, ներկայումս 12-13%-ի շուրջն է, աղքատությունը ցավոք սրտի արդեն տարիներ շարունակ մնում է 24%-ի շուրջը։ Այսինքն մեր սոցիալական ոլորտի ծախսերը էականորեն չեն փոխում այս ցուցանիշները, որոնք որ հակառակ են ազդում տնտեսության վրա, հակառակ նշանակություն ունեն տնտեսության զարգացման համար։ Ինչու սա ես նշեցի, որովհետև տնտեսության զարգացման ճանապարհով պիտի մենք գնանք նաև, որպեսզի նվազեցնենք գործազրկություն եւ որպեսզի նվազեցնենք աղքատություն։ Աղքատության դեպքում պետք է նայենք, թե այդ ընտանիքներում մի հոգի ընդամենը աշխատում եւ այդ ընտանիքին այդ գումարը չի երիկում աղքատության մեջ է, թե ոչ ոք չի աշխատում։ Այսինքն մեր նպատակային ծրագրերը տնտեսական առումով պետք է ուղղված լինեն թիրախային այդպիսի ընտանիքներին աշխատանքով ապահովելուն, որը որ կարծես թե տեղի չունենում։ Եվ ավելին ասեմ, 26 թվականի բյուջեում կրճատվել է էկոնոմիկայի նախարարության տնտեսության համար հատկացված գումարները, այսինքն նվազեցվել են տնտեսությանը ուղղված բաղադրիչի վճարները, ծախսերը։ Հետևաբար այստեղ հարց է առաջանում, որ տեսեք, մի կողմից հարկատուները, որոնց մեջ զգալի մասն է կազմում բիզնեսը, զրկվում է տնտեսական աջակցության սխեմաներից, մյուս կողմից էլ ռիսկ կա, որ հարկերը կավելանա իրենց վրա, որպեսզի դեֆիցիտը ծածկենք։ Այո։ Ստացվեց, որ կրկնակի իրենք տուժեցին, համ զրկվեցին գործիքներից, համ էլ դարձան ավելի շատ հարկ վճարող։ Հետևաբար այստեղ ես տեսնում եմ, որ որոշակի արդարության խնդիր կա։ Եվ լավ կլինի, որ կառավարության ուշադրություն դարձնի դրա վրա, քանի որ դեռ պետք է ազգային ժողով ուղարկվի, ազգային ժողով քննարկվի, հնարավոր է, որ այս հարցերը նաև ազգային ժողովում քննարկման առարկա դառնան։ Սա մեկ է։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ դուք նշեցիք, պաշտպանության ոլորտի մոտ 15% ծախսերի կրճատումը, այստեղ երկու հանգաման կա, որ ես կուզեի անպայման նշել։ Իհարկե ես կուզեի, որ չկրճատվեին այդ ծախսերը, բայց տեսեք ինչ կարող է տեղ ունենալ։ Քանի որ մեզ մոտ հնան աճում է, եւ նաեւ մեր բյուջեն, ասենք թե հիմա 9.3 միլիարդ է ծախսերի մասով,
15% նվազեցնելը համեմատական, ասենք, նախորդ տարվա բյուջեի հանդեպ կարող է բացարձակ արժեքով նույն թիվն է մնացել։ 15% պակասել է, բայց կարող է նույն թվին մոտիկ թիվ է մնացել, 200 քանի միլիոն դոլար է մոտավորապես նվազել։ Եվ երկրորդը 1.7 միլիարդից 1.5, մոտավորապես այդ կարգի։ Եվ 26 թվականի հունիսից արդեն 1.5 տարվա զորակոչման բանն է սկսվում, շրջանը։ Հետևաբար, ասենք, ինչ որ մի ժամանակ հետո, քանի որ արդեն 1.5 տարի է դառնում, մեր ծախսերը զինվորների համար, որ 2 տարվա փոխային 1.5 տարի պետք է ծառայեն, ծախսերը նվազելու են։ Այսինքն, այստեղ էլի ինչ որ պահեստային, ոնց որ ասած, էլեմենտ կա, որը որ 1.5-2 տարի հետո կսկսի գործել։ Այսինքն, եթե նույն տրամաբանությամբ մտածենք, որ եկող տարին, մյուս տարի էլ բյուջեն չենք ավելացնում կամ կրճատում ենք, այստեղ ինչ որ կոմպենսացիայի սխեմա կա, բայց նաև աճի հաշվին կարող է բացարձակ թվերը համերը նույնը մնան։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև հասկանալ, թե որ տրամադրությունների ներքո է կառավարությունը այդպես որոշել։ Ինչու փորձել է, որ արդեն հենց միանգամից ժամանակն է նվազեցնելու։ Արդյոք ինքը ռիսկերը բազմակողմանի է գնահատել, արդյոք մեր պաշտպանական զինվածության մակարդակը թույլ է տալիս դա, թե մենք դա անում ենք, որ խաղաղության ձգտելու ճանապարհին մենք լրացուցիչ պատճառաբանություններ այն երկրի կողմից չունենանք եւ այլն։ Այսինքն այստեղ խնդիր կա, որ պետք է հասկանալ։ Հիմա 5.4% է նախատեսված տնտեսական աճը։ Այո։ Որը ված չի, որովհետեւ այն իրականությունը արդեն, որ Ուկրաինա-Ռուսաստան կոնֆլիկտը իրավիճակները որոշակի լավացրել էր ինչ որ մի քանի տարիների համար, որ մենք ռեէքսպորտ էինք անում, բերում էինք, վերավաճառում էինք եւ այլն։ Ցավոք սրտի մենք չկարողացանք կապիտալիզացնել, չկարողացանք առևտրայնացնել այդ հնարավորությունները, որ մենք տեղական արտադրություն զարգացնեինք եւ ոչ թե բերենք, վերավաճառենք, դրա համար մեր աճը նվազելով գնում է։ Տնտեսական աճը կնվազի։ Այս տարի մենք կարծում ենք, որ 6%-ի շուրջը կգնանք, կամ գուցե ձգենք մինչև 7%, լավագույն դեպքում, բայց արդեն եկող տարի 54% է, 5.4% է։ Եկող տարվա բյուջեն մոտավորապես 30-31 միլիարդի շուրջն է պատտվելու։ Հնան, ներողություն, հնան։ Համախառն ներքին արդյունքը 26 թվականին կկազմի 30-ից 31 միլիարդ դոլար, որը լավ թիվ է, վատ թիվ չի։ Եվ եթե մենք մտածենք, որ 4.5%-ով աճը շարունակվի հետագա տարիներին, պարոն Մերավյան, ապա մենք կարող ենք կանխատեսել, որ 2040 թվականին Հայաստանի հնան կհասնի մոտ 45 միլիարդի։ Իսկ 2050 թվականին այդ թիվը կհասնի մոտավորապես 60 միլիարդի, որը շատ լավ թիվ է։ Բավականին եւ մեկ շնչին ընկնող հնան արդեն բավականին աճում է եւ այլն։ Այսինքն բարեկեցության նախադրյալները էականորեն կան այստեղ։ Բայց էլի խնդիրը հետեւյալն է, որ հնան աճում է, բյուջեն ավելանում է, բայց աղքատություն չի նվազում։ Գործազրկություններ չնչին է նվազում։ Այսինքն մենք ուրեմն ճիշտ չենք գործում։ Այսինքն մեր թիրախային ծախսերը այդտեղ պետք է որոնել, որտեղ են կորում, որտեղ է սխալ կա։ Հիմա ինչ վերաբերում է կրթությանը կամ ինչ վերաբերվում է առողջապահությանը։ Առողջապահությունը շատ կարևոր խնդիր է, որտեղ առողջապահությունը անմիջապես կապ ունի մարդկային ռեսուրսների հետ։ Մարդկային ռեսուրսների զարգացման հարցում, մարդկային կապիտալի զարգացման հարցում էական դերակատարություն ունի առողջապահությունը, որտեղ դա նաև աշխատուժ է, դա նաև զինվոր է, դա նաև ընտանիքներ են, ամեն ինչ, դա նաև որակ է, դեմոգրաֆիա եւ այլն, եւ ծննդաբերություն, առողջ ընտանիքներ, առողջ երեխաներ եւ այլն եւ այլն։ Բայց լավ չի, որ այդ գումարը առողջապահության ապահովագրական համակարգով է ծախսվելու, որտեղ այդ ապահովագրական համակարգը շատ քննարկվեց, այդ թվում նաև ժամանակին քննարկել են եւ գործատուների շրջանում եւ արմիությունների հետ եւ այլն, եւ երկու կողմերն էլ առանձնապես կողմ չեն եղել այս սխեմաներին։ Այսինքն այստեղ անհավասարության եւ անհամաչափության մեխանիզմներ կային, որ գործատուն նաև վճարում է այն չաշխատողների համար, որոնք որ այսօր այդ ապահովությունից կօգտվեն, բայց նրանք աշխատող չեն։ Այսինքն տեսեք ինչ է ստացվում։ Իդեպ նման վեճեր Միացյալ Նահանգներում էլ։ Այո, այսինքն մենք ունենք մի զգալի զանգված, որը որ հարկատու չի, աշխատավարձ չի ստանում, գործազուրկ է կամ աղքատ է, կամ իր ուրեմն ապահովարական այս համակարգով մենք հնարավորություն ենք ստեղծում, որ նրանց առողջության մասին էլ հոգ տանենք։ Իհարկե մարդկային առումով դա լավ է, բայց տնտեսական առումով ոչ այնքան ճիշտ, որովհետև ինչ է անում առողջապահության նախարարությունը։ Սա
եւ խորամանկ եւ խելամիտ, չգիտեմ որ բառ օգտագործեմ, ավելի շատ խորամանկ քայլ է, որ երբ որ իր ռեսուրսները եւ իր գործառույթները բավարար չեն առողջապահական խնդիրները լուծելու համար, ինքը այդ բեռը փորձում է ապահովական մեխանիզմով լուծել, այն էլ բեռը գցելով արկատուների վրա։ Այսինքն, բայց դրանով հասանելիություն ապահովի գոնե այն մյուս զանգվածին, որ կարողանա օգտվել որոշակի առողջապահական ծառայություններից։ Իհարկե, այստեղ մենք պետք է նաև հասկանանք, որ պետությունը իր սուբսիդավորման սխեմաները պետք է նաև լավացնի առողջապահական ոլորտում սրտի վիրահատությունների, չէ, ասենք պատվաստումների կամ չարորակ հիվանդությունների եւ այլն։ Շտապ օգնության դեպքերի այսպես։ Սոցիալականի դեպքում էլի հարց է առաջանում։ Տարիներ շարունակ ամենամեծ բյուջեն եղել է սոցիալական նպատակների համար։ Ու մենք ինչու շարունակաբար չենք կարողանում փոխել իրավիճակներ։ Հետևաբար այստեղ էլ պիտի հասկանալ, արդյոք այստեղ մեծ ծախսեր չեն արվում։ Համակարգը կարող է ուռճացված է տարբեր ստրուկտուրաներով, մեկ պատուհան, էլ չգիտեմ նախարարություն, նախարարության այլ ստրուկտուրաներ եւ այլն, որոնք որ ծախսվում են փողերը, բայց իրականում խնդիրներ չեն լուծվում։ Չնչին այնտեղ բաղադրիչներ կան, ասենք գործատուին շագրգռելու, որ ինչ որ մեկին վերցնի աշխատանքի, կոմպենսացնելով աշխատավարձի մի մասը, կամ ասենք թե եթե բիզնեսով է ուզում զբաղվել, բիզնեսի հետ կապված ինչ որ գումարներ տրամադրել, բայց դրանք շատ կներեք ընդամենը հարյուրներ են։ Այսինքն թվականակով դրանք շատ չնչին են, դրանք եղանակ չեն ստեղծում, դրանք ձևաչափ չեն ապահովում։ Հիմա բյուջեի մեջ այստեղ շատ կարևոր է նաև հաշվի առնել, որ բյուջեն դա կառավարության ծրագրի ֆինանսավորումն է։ Այսինքն 26 թվականը բյուջեով նախատեսված ծախսերը դրանք նշանակում են, թե նաև կառավարությունը 26 թվականը ինչը պիտի կատարի, ինչ ոլորտներին, ինչպիսի գործողություններ պիտի կատարի։ Մենք տեսեք, որքան անդամագրվում ենք, որքան վավերացնում ենք տարբեր կոնվենցիաներ, որքան մենք ավելի միջազգային ստանդարտներին մոտիկ ենք ուզում դառնալ որպես պետություն, ժողովրդավարության, կանաչ տնտեսության, կայուն զարգացման, չէ, ՄԱԿ-ի, ասենք կլիմայի փոփոխության, չգիտեմ, բնապահպանական թափոնների հետ կապված եւ այլ ոլորտների վրա, որ անդադ մենք աշխատանք ենք տանում եւ այդ ոլորտները դարձնում ենք միջազգային մակարդակին համապատասխանող ոլորտներ կամ փորձում ենք դեպտել դրանք, ճիշտ է, որոշ գումարներ ստանում ենք դրսի դրա համար, բայց նաեւ մենք ինքներս ենք ծախսում։ Այսինքն մենք պիտի նաև հասկանանք այդ մասշտաբի մեծությունը, երբ որ մենք մեր վրա վերցրել ենք շատ տարբեր խնդիրների կարգավորումներ ու այդ կարգավորումների վրա փող ենք ծախսելու, արդյոք մենք հանգարց ուշադրությունը դուրս չենք թողնում մեր համար շատ ավելի կարևոր նպատակներ։ Այստեղ ես ուզում եմ էլի գալ ձեր հարցին, որ հարկատուները պիտի տեսնեն, դա քաղաքացին է, դա բիզնեսն է, որ շատ նպատակային են ծախսերը։ Իրեն են ուղղված այդ ծախսերը նաև հարկատուն ինքը պիտի տեսնի, որ այդ փողը նաև իր վրա է ծախսվում իր նպատակների համար եւ ոչ թե հարկատուն միայն ինքը տեսնի վտանգ, որ իրենից էլի ավելի հարկեր են վերցնելու։ Հիմա մենք այս դեֆիցիտի դեպքում տեսնում ենք ավելի վտանգ, որ հարկատուներից ավելի փող պիտի վերցվի։ Տնտեսական գործիքները, տնտեսական աջակցության գործիքների վրա ծախսերը նվազում են, որտեղ մենք տնտեսական ոլորտի ծախսերը բյուջեով նվազեցրել ենք, բայց դեֆիցիտը մենք պիտի լրացնենք իրենց հաշվին։ Այսքան մասով ես ուզեցի ամփոփել ձեր հարցը։ Համեցեք։ Եվ ամփոփելով պարոն Մակարյան, նաև մենք տեսնում ենք, որ այսպես համաչափ զարգացման խնդիր մենք ունենք, մենք օրինակ շատ մեծ խնդիր մարզերի հետ կապված, Երևան, մարզեր, հանդիպումների մի շարք ենք սկսել եւ ասենք հարևան մարզեր են, ասենք Վարդենիցը եւ Մարտունին, հա, նույն կլիմայական պայմանները, նույն լճի ափին, ուղղակի ասենք սարեր ձորերի տարբերություն։ Դեպրեսիվ մի շրջան, որը մի տրանսպորտ չկա, ճանապարհները սարքած են, վայ են սարքած լինելու, հարց է առաջանում, էլի մեզ Վարդենիսը պետքա թե չէ, եւ Վարդենիսում մեզ Վարդենիսցի ապրող պետքա թե չէ, թե այնց Երևանում ավելի շատ Վարդենիսցի կա, քան Վարդենիսում, մենք զբաղվելու ենք դրանով, թե չենք զբաղվելու, ում դիմեն, ինչ անեն, ոնց անեն։ Այնպես չի, որ համայնքապետը լավը չի, ինչքան կարողանում է աշխատում է, բայց մոտեցումը չէ պետք, մարզային իշխանության հարց կա չէ, որ ինչ-որ այդ մարզի քաղաքներն իրար միավորելու, մարդուն ուղղված այդ բաները
պետք է արվի, թե չպետք է արվի, էլի։ Մենք այդ պրիորիտետներից պետք է խոսենք, թե չպետք է խոսենք, էլի։ Որովհետև այդ ամենն էլ աղքատություն մեր մոտ փաստորեն ամեն 4-րդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին աղքատ է։ Որն են խթանները նրա, որ ինքը դուրս գա այդ աղքատությունից։ Ինքը օգնի պետությանը, պետությունն օգնի իրեն։ Ու sense այդ գործընկերաբար այդ փոսից դուրս գա ամեն 4-րդը։ Համեցեք։ Այո, շատ լավ հարց է եւ ասեմ ձեզ, այդ թեմայի մեջ ես շատ խորացել եմ եւ շատ զբաղվել եմ, լինելով նաեւ մարզերում եւ մոդելներ եմ նույնիսկ առաջարկել զարգացման։ Տեսեք ինչն է խնդիրը։ Հիմնական խնդրեմը գալիս է նրանից, որ մեր գերատեսչությունները, երբ որ սահմանում են ինչ-որ գործիքակազմեր աջակցության, իրենք ասում են դե գործիքակազմերը բոլորի համար են։ Անկախ հանրապետության որ մարզից է դիմելու դրա համար բիզնեսը կամ քաղաքացին։ Ունիվերսալ է։ Իրենք մտածված են ամբողջ հանրապետության համար, որտեղ ինքը որպես գերատեսչություն պատասխանատու է տվյալ ոլորտի համար ամբողջ հանրապետությունը, ոչ թե միայն Երևան քաղաքը, օրինակի համար։ Բայց իրենք հաշվի չեն առնում անդադ այն, որ մարզերում այդ նույն ինֆորմացիայի հասանելիությունը, այդ ինֆորմացիան հասկանալը, մարսելը կամ կոպիտ ասած, եւ օգտագործելը կամ դրա համար դիմելը լրիվ ուրիշ մակարդակ է արդեն։ Միտեղ ավել, միտեղ պակաս։ Եվ դրա համար եւ գիտելիքներ են պետք, եւ իմացություն է պետք, եւ իրազեկում է պետք, եւ խրախուսել է պետք, եւ մարդկանց մեջ վստահություն է պետք, որ ինքը չմտածի դե լավ էլի հիմա այդ գործիքը հորինել եմ, բայց ես դիմեմ կշահեմ, թե չեմ շահի, դիմեմ ինձ կօգնեն, թե չեն օգնի, կամ ես ինչպես դիմեմ, ինչ անեմ եւ այլ եւ այլ։ Ու դրա համար մի քանի անդադ տարիներ դրա մասին մենք ասել ենք, որ հարկավոր է այդ հասանելիությունը ապահովել, հարկավոր է գնալ։ Ես մի պահ որոշակի ուրախացա, որ որոշ դեպքերում, որոշ մարզերում նման հանդիպումներ ունեցավ էկոնոմիկայի նախարարության օրինակի համար, ժողովների ժամանակ փորձեց բացատրել, բայց պիտի դա շատ արվի ավելի։ Մարզպետարաններն էլ դրան պետք է միանան։ Մարզպետարանները վերջին հաշվով կառավարության ներկայացություններն են մարզերում։ Իրանք մենակ իրանք կառավարիչ չպետք է զգան, իրանք ներկայացությունն են։ Իրանք նույն կառավարության բոլոր այդ տեղեկությունները, գիտելիքները պիտի տիրապետեն եւ պիտի կարողանան տեղում հասցնել։ Այսինքն այդ խորհրդատվությունը, իրազեկումը պիտի տեղի ունենա։ Այսինքն մարզային հեռուստաընկերությունները, մարզային ռադիոները, մարզային ուրեմն կառույցները պիտի զինվեն այդ գիտելիքներով եւ ինֆորմացիայով ու դա տարածեն անդադ ու անդադ ասեն, որտեվ տեսեք մարդը որ թեկուզ գովազդը մի անգամ լսում ես, ինչքան էլ թվում է թե տպավորվեց, դու չես տպավորում, բայց երբ որ այդ գովազդը շարունակաբար համարյա ամեն օր երկարաժամկետ մի քանի օրեր շարունակ լսում ես, սկսում ես արդեն դու ուշադրություն դարձնել ու խորանալ այդ գովազդի էության մեջ, թե դա ինչի մասին է ասում։ Հիմա սա գովազդ չի, սա ընդհակառակ ավելի պրոֆեսիոնալ ինֆորմացիա է, որը ավելի բարդ է ընկալել է։ Այսինքն այդ գործիքակազմերը մարզերում հասանելի չեն հաճախ, որտեղ մարդիկ ուղղակի չեն տիրապետում դրան։ Ուրեմն սա մի խնդրեմ է։ Երկրորդ խնդրեմը այն է, երբ որ մենք առաջարկներ ենք կատարում, թե ինչ լուծումներ կարելի է տալ, այստեղ էլ հանդիպում ենք արդեն երկրորդ դաշնությանը, դա այն է, որ բոլոր պետական մարմինները ձայնի տված, ինչպես ասում են, փորձում են պատասխանել, որ իրենք այդ ամեն ինչը գիտեն, ու իրենք դա ինչ-որ այսինչ ծրագրով կիրառում են, կամ դա ինչ-որ պատճառներով խնդիրներ է առաջացնում, ու պատասխանից տեսնում ես, որ ինքը նույնիսկ նամակի մեջ հաճախ ինքնագովազդով է զբաղվում որպես պետական մարմին։ Կարծես թե մենք իրեն քննադատել ենք, մենք տվել ենք առաջարկ, մենք չենք քննադատել, բայց ինքը այդ առաջարկին պատասխանում է ինքնագովության, որ մենք այս ենք անում, այն ենք անում, այս գիտենք, այն գիտենք եւ այլն, կարծես քեզ ուզում է իրազեկի, որ մեզ քո ասածը մի սովորացրու, կամ մենք եւ քո ասածը մենք գիտենք, էլի ինչ որ սխեմաներ եւ այլն։ Ես վերջերս նման մի հատ երևույթի հանդիպում եմ, էլի արդեն, որ դիմել էի վարչապետին նամակով, վարչապետը ուրեմն աշխատակազմը ուղարկել է 3 նախարարությունների, 2 նախարարության պատասխանը ստացել է, էկոնոմիկայի նախարարությունը այդպիսի պաթոսով պատասխան է գրել, որ այս այն գիտենք, սկզբից լավ է, շնորհակալություն, վերջում էլ ավարտում են շնորհակալություն ու ոչ մի եզրակացություն չկա, ամփոփում չկա, լավ, ավարտեցիր նամակդ, վերջի ինչ
հասարակ հարցը կարող եմ տալ։ Ֆունկցիոնալ ուզեցար ասել։ Ընդ որում երբ որ բանավոր խոսում ես, ասում ես, այս ինչ ես գրել, ասում է, թե մենք նաև մտածեցինք, որ բյուջեում հնարավորություններ, այսինքն տեսեք, միջին օղակը կառավարության ղեկավարի, կառավարության փոխարեն կամ նույնիսկ նախարարի փոխարեն որոշեց, որ բյուջեում սղություն կա, ինքը դա չի գրել, բայց ինքը դա հասկանալով ինքը մերժում է քո առաջարկը։ Բայց դա իր գործը չի, իր գործը կարտիկ տրամադրել է հարցի իրականացնելիության մասով։ Այսինքն հարցը հետաքրքիր է տնտեսական առումով, լուծումներ տալիս է թե ոչ, տնտեսությանը օգտակար լուծում է թե ոչ։ Այն մյուս նախարարությունը ՏԿ-ն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային նախարարությունը քննարկել էր մարզպետարանների հետ, էլի նամակ էր գրել այսպես էլի, այսպես այն ռուսացած վակրուկ դա օկալը բարապաշարով, նույնիսկ կցել էր, չնշեմ, մարզերից մեկի մարզպետի նաև տեսակետը։ Այնտեղ էլ ուրեմն ինչ էր տեղ ունեցել, մարզպետի, երևի մարզպետարանի աշխատողը որոշել էր փայլել իր բոլոր բաներով, գիտելիքներով ու այսպես սևացրած վերնագրերով նշել էր, թե ինչպիսի ինքը անհանգստություններ կամ ինչպիսի խնդիրներ կան։ Ու ինչքան բան, որ ինքը խնդիր գիտեր, այդ նամակի մեջ գրել էր, շարադրել էր։ Այսինքն էլի ոչ կառուցողական, բացարձակապես եւ ինչ եմ ուզում ասել։ Ու շատ մարդիկ նույն բանը նշում են իմ գործընկերները, որ միջև հիմա էլ տարբեր ոլորտներում նամակներ են գրում, առաջարկներ են տալիս, այդ նամակները հաճախ վարչապետը չի տեսնում, ուղարկվում է տարբեր կառույցների, տարբեր կառույցներ միջին օղակները իրենց վրա պատասխանատվություն չվերցնելու, նոր բեռ չառաջացնելու կամ ձեր ասած այդ խանդի վրա, որ մենք ամեն ինչ գիտենք, մեզ խելք մի սովորացրու, բաներ են գրում, որոնք վերջում ավարտում են, որ ոչ մի բան չի լինի։ Բյուրոկրատական ֆուտբոլ առանց գոլի։ Այո, հոյակապ խաղում են այդ ֆուտբոլը, ցավոք սրտի, բայց դրա համար ես հիշում եմ, որ քանի անգամ կառավարությունում էլ խոսվեց վարչապետի կողմից, որ ձեր աշխատանքները, ձեր գործունեությունը, ձեր կադրերի հարցը, ձեր մասնակցությունը, այսինքն այստեղ շատ կարևոր է, որ պետականամետ, ուզող, ցանկացող մարդիկ լինեն։ Ուրեմն դրսից որոշ մարդկանց հետ որ զրուցում ենք, նույնիսկ մեր հայերի, որոնք Ուկրաինայից են եկել կամ այլ երկրից եւ այլն, ասում է Հայաստանում այնպեսի տպավորություն է, որ անդադ ոնց որ դիմադրություն պետք է հաղթահարես։ Նույնիսկ Ուկրաինան, որ այսքան խնդիրների մեջ է, այնտեղ բիզնեսի համար ավելի հարմար են պայմանները, չեմ ասում Վրաստանում շատ տեղերում։ Մենք մոտեցեք թղթի վրա շատ լծակներ են ստեղծում, շատ բաներ բարձրացնում, լավացնում ենք, բայց իրականում հոգեբանորեն պաշտոնյան մնում է բյուրոկրատ, պաշտոնյան մնում է հակադրվող, պաշտոնյան մնում է չցանկացող, չկամեցող, խանդող եւ այլ բաներում։ Շինարարության ոլորտում ես երեք զրուցում եմ իր հայտնի ընկերության հետ նույն խնդիրներ էլի ասում, որ ուզում են լուծել կամ դիմում են, մի այլ կազմակերպությունում այդ շինարարական նորմերը, սնիպ ռուսերեն ասած, էլի ինչպես են գրվում, ինչ մակարդակով կամ ինչպես են կիրառ։ Այսինքն տեսեք մենք բոլոր ոլորտներում ես ուզում եմ ընդհանրացնել։ Իմ առաջարկ եղել է արդյունաբերության հետ կապված, այն մյուսինը շինարարության հետ կապված, այն մյուսը շինարարական, ասենք, տեխնիկական վերահսկողության ոլորտ է, այն մյուսը սննդի ոլորտ է, ում հետ զրուցում ես տարբեր ոլորտներով, տեսնում ես, որ պետական մարմինների հետ առնչվելը, նամակ գրելը մեծ ստրես է առաջացնում, որտեղ վերջնական արդյունքը ստրեսային է, վերջնական պատասխանը ստրեսային է։ Այս դրա վրա ես կուզեի, որ նաև կառավարությունը ուշադրություն դարձնի եւ կառավարության ղեկավարը։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ էլ, պարոն Մակարյան, ձեր այս կարևոր եւ հանգամանալից այս թարգմանական, դիտարկումները եւ գնահատականները, նաեւ առաջարկները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մենք հետևելու ենք, նոր են դեռ սկսել եւ պարբերաբար դիմելու ենք ձեր այսպես մեկնաբանությունների համար, ձեզ նոր հանդիպումների միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք լսեցինք մեր գործընկեր, տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանին, լսեցինք իր դիտարկումները կապված մեկնարկած բյուջետային քննարկումների եւ հայտնի դարձած 26 թվականի
մեր պետբյուջեի որոշ պարամետրերի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։